Իշխանական պրոպագանդիստ Ստյոպա Սաֆարյանը այսօր անդրադարձել է 3 ԳԽԽՎ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանին, որի ընթացքում մի բրիտանացի պատվիրակ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե որքանով են Հայաստանի շահերից բխում Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունները եւ ինչ տարբերություններ կան ընկալումների այս հարցի հետ կապված։ Փաշինյանը այսպես վրթովմունք եւ թիրախավորում է ցուցաբերում տվյալ պատվիրակի նկատմամբ, ասելով, որ ձեր կիրառած արտահայտությունները ոտնձգություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, խանգարում են խաղաղության օրակարգին, նման պայմանավորվածություն, նման տերմինաբանության շուրջ մենք չենք պայմանավորվել, այսպիսի բաներ է ասում, չնայած նրան, որ շատ լավ գիտի, թե ով է այդ տերմինի հեղինակը Իլհամ Ալիևը, ով այդ տերմինը կրկնեց ՄԱԿ-ի ամբիոնից, եւ Փաշինյանը այս նույն վրթովմունքը Ալիևի նկատմամբ չցուցաբերեց ինչ բրիտանացի պատվիրակի, այլ ասած ճիշտ կլինի, որ Ադրբեջանի նախագահան պարզաբանի, թե ինչ նկատի ուներ Զանգեզուրի միջանցք ասելով, չնայած որ բոլորս գիտենք ինչ նկատի ունի Ալիևը եւ Փաշինյանն էլ դա գիտի Զանգեզուրի միջանցք ասելով։ Եվ Հայաստանյան քարոզչամեքենան իշխանական, իդեմս Ստյոպա Սաֆարյանի, սկսեց պիտակավորել այդ բրիտանացի պատվիրակին, թե նա ադրբեջանցի լոբիստ է։ Հետագայում հավանաբար իրենց ասացին եւ չխայտարակվելու համար Ստյոպա Սաֆարյանը հերքեց, ասելով, որ չէ, այս մարդը իրականում Հայաստանի շահերից բխող բազմաթիվ փաստաթղթերի տակ է ստորագրել եւ տարածաշրջանի խնդիրներին էլ բավականին որքան հնարավոր է ծանոթ է, բայց այ Հայաստանից են իր այս հարցը փոխանցել։ Ես կարծում եմ, որ սա խայտարակություն է, որ մենք կարող ենք նման թիրախավորում իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր մտահոգ են Հայաստանի շահերով, արտասահմանցիների, ովքեր ասում են, եղբայր, ինչի եք համաձայնել ես միջանցքը տրամադրելուն, եւ եթե կան տարբերություններ ձեր ընկալումների միջև, ասեք, հայտարարեք դրա մասին, որ բոլորը իմանան, դա էլ հնարավորություն կլինի խոսելու մեր օրակարգի մասին։ Բայց փոխարենը Փաշինյանը վրթովվում է այդ տերմինից, չի վրթովվում նրանից, որ ինքը համաձայնել է այդ միջանցքին, վրթովվում է կիրառած տերմինից, այն էլ վրթովվում է ոչ թե տերմինի հեղինակի նկատմամբ, այլ մի բրիտանացի պատվիրակի։ Եվ հայաստանյան քարոզչամեքենան էլ փորձում է այս վարքագիծը արդարացնել, որը իրականում արդարացում չունի, եւ ես ուզում եմ ասել, որ պարզապես ամոթ էր այս բրիտանացի պատվիրակին ադրբեջանցի լոբիստ կոչելը, բայց դե մենք արդեն հասկանում ենք, որ Ստյոպա Սաֆարյանը եւ նման քարոզիչները որևէ սահմանափակում նման հարցերում ցավոք սրտի չունեն։